Ողջույն ձեզ, քուրեր եւ եղբայրներ։ Գիտեք, ես երկու օր նայում եմ այդ ԿՊ տիկին պարոն վարչապետի դրաշավին ու մի հատ լավ եզրակացություն եմ եկել, որ ոնց որ թե իմ խոսքերը sense բրենդա դառը։ Ժորժան, ես ունեմ հեղինակային իրավունք կզսնել կզած բառի վրա։ Ունեմ այդ հեղինակային իրավունքը։ Ես եմ դա առաջինը օգտագործել։ Ու հետաքրքիր է, որ այսօր այդ մարդը գորմա կզսնեմ սրան, այցավդ տանեմ, կներես, ես կուցավ այդ գործ ունեմ։ Դու կզած մարդ ես, դու կզած 5-րդ աստիճանի մարդ ես, այդ մաթեմատիկայի օրենքներով եմ ասում։ Դու ոչ մեկին չես կարա կզացնես, դու կզած ես, դու աշխարհով մեկ կզարան ես մանգալի, քանի որ այս վերջերը շատ տենց օգտագործում են այդ իմ հեղինակային բառը, կզած վարչապետ, կամ գնաց կզարան, այս վերջերս լսելով մեր քաղաքական գործիչներից կամ նախկին ղեկավարներից մեկին, դրան ավելացրեց մի բառ համբալ։ Չեմ պնդում դա, բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես այդ կարծիքի հետ համաձայն եմ։ Մենք պետք է բոլորս հասկանանք մի բան։ Մենք հայերս վերաբերում եմ հայերին եւ Հայաստանի քաղաքացիներին։ Եթե մենք ընտրենք այսօրվա այդ կզած մարդուն, ուրեմն իմացեք, մենք որպես ժողովուրդ աշխարհում նայվելու ենք որպես կզած ազգ, որպես ազգ, որը կարող է չունենա պետականություն։ Ես ձեզ ասեմ, Ադրբեջանի դեսպանը Թուրքիայում ելույթ է ունենում, ու ասում է, ամսի 7-ից հետո վստահ Հայաստանը կփոխի իր սահմանադրությունը, կգրի այն ինչ որ մենք ուզում ենք, նոր դրանից հետո կարելի է սկսել բանակցել, որ սահմանները բացենք։ Ոնց է ձեր համար։ Ես չհասկացա, այս ինչ դառանք։ Ինչ դառանք։ Ես մենք պետք է հստակ հասկանանք։ Առաջինը մենք դի 2026 թվականին մերժենք 16 համարին։ Մենք պետք է հասկանանք մի բան, որ սիրտիկ ցույց տվող տղամարդը չպետք է ղեկավարի մեր երկիրը։ Ես որպես տղամարդ գիտեմ մի բան։ Ձերքի ցույց տալուց մատերի 3 մատի մի հատ կոմբինացիա չեմ ուզում ցույց տալ։ Որ երևի թե միակն է որ տղամարդին վայելա, բայց դա վիրավորական է, դրա համար ցույց չեմ տալ։ Մենք չպետք է ընտրենք մի մարդու, որը չի հասկանում, որ Արցախը հանձնվել է իր օրոք, որ ինքը հրաման չի տվել պաշտպանության նախարարին կամ հասկանում է ուզում է գցի իր վրա, որ նա հրաման տա այնտեղի հրամանատարին, որ նրանք սկսեն դիմադրություն։ Կապ չունի Արցախի ժողովուրդը ոնց է դուրս եկել, ինչ ժամանակում է դուրս եկել Արցախից։ Կապ չունի։ Դու ես գրում այդ երկրում պատասխանատվություն պատմության մեջ քո անունն է գրած լինելու որպես ղեկավար, որը հանձնեց Արցախը։ Այդքան բան։ Դրանից ինքն բան չկա։ Ժորժան, մենք դիսրանք չընտրենք։ Մենք 15 համարն ենք, մենք գալիս ենք, գիտենք ոնց անենք։ Մենք փողոցով մուրացկանություն չենք անում։ Մենք չենք գալի ձեզ ասում, գիտես, ես 10,000 դրամ փող եմ տվել, ինձ ընտրի։ Մենք չենք գալի ձեզ ասենք, բայց բանը ստացար։ Մենք չենք կռվելու կնոջ հետ փողոցում։ Տղամարդ ես, կանգնած, կինա ներվայնացած խոսում է, երեխա է կորցրել։ Կանե վրեն գոր գռում ես, ես կանեմ, մենք կանեմ, դու անողը լեիր։ 8 տարում կանել, 8 տարիա խոսում ես մարտի 1-ի մարտի, զզվանք արդեն այնգեր։ Խոսում ես մարդկանց մասին, որ 5 անգամ կներեք ձեր վրա
վերևից, շատ վերևից քաղաքականորեն թքած ունեն։ Դուք մենակ հասարակ ժողովրդի վրա եք թքում։ Դուք մենակ հայոյում եք այդ ժողովրդին, չագուչ դուրա։ Խնդրում, չագուչը մի հատ ցույց տուր, կարոտել ենք չագուչիդ։ Գոնե չագուչը էր ցույց տալի, հասկանում ենք ինչ որ կարող է էլի մեկ էլ, բայց հիմա սիրտիկ ես ցույց տալի։